ախտանշանները հասկացանք, այդ դեպքում ցածր ճնշման դեպքում ինչ է լինում մարդու հետ։ Նայեք, ցածր ճնշումը, սկզբում որ մենք խոսացինք մարդիկ կան, որ իրենց ճնշումը միշտ ցածր է 90-60, ինքը կարա ոչ մի գանգատ չունենա ու դա ոչ մի միջամտություն չի պահանջում, հատկապես դեռահասների, երիտասարդների մոտ, բայց եթե հանկարծակի այդ ճնշումը հասան ցածր թվերի, այդտեղ կան անհանգստացնող բազմաթիվ ախտանշաններ, օրինակ կարող է առաջանալ ուժեղ թուլություն, ուժեղ գլխապտույտ, սրտխփոց, էլի կրծքավանդակում սեղմոց, ծանրություն, երբեմն առաջանում է ուշաթափություն, գիտակցության կորուստ, էլի այդ ճնշման անկումների հետևանքով, այդ ամեն ինչը զգուշացնող նշաններ են, որ պացիենտը պետք է անմիջապես դիմի բժշկի։ Ինչու են ասում, որ ցածր ճնշումը ավելի շատ բնորոշ է երիտասարդներին։ Դե օրգանիզմի առանձնահատկությունն է, տենց երեխաների մոտ ավելի ցածր է, դեռահասների մոտ, միջին երիտասարդ տարիքում դեռևս ցածր է, տարիքի հետ որոշ բարձրացումներ նկատվում են, եւ այդ պայմանավորված է օրգանիզմի նյարդային համակարգի բազմաթիվ բարդ ավելի պրոցեսներ կան, որոնք պայմանավորում են ցածր տարիքում ավելի ցածր ճնշում։ Ճիշտ է, որ ցածր ճնշում եթե ունես, կարող ես պանրի մի փոքրիկ կտոր պահել բերանում։ Այստեղ ավելի շատ աղի է օգտագործում, նա երևի պանիրը աղի է լինում։ Խորհրդատրվում աղաջ շատերի մոտ ընդունված է, որ քաղցրաջուր խմել կամ շոկոլադ ուտել, բայց ավելի ճիշտ է աղաջուր օգտագործել, եթե ճնշման ցածրացումից վատ է զգում, աղաջուր օգտագործել, բայց եթե իմ ասած գանգատները կան, ոչ թե երիտասարդների, այլ ասենք տարիքով մարդը, որ անսովոր ցածր ճնշման թվեր հայտնաբերվեց, պետք է բացառել լուրջ բարդությունները։